հայտնի երգիչ, հանրապետության ժողովրդական արտիստ։ Իհարկե շատ-շատերը ինձ ճանաչում են որպես երգիչ։ Միջազգային ջուր կառույցի փոխնախագահ եք ընտրվել։ Դրա կարիքը մենք չենք ներկայացում։ Ներկայանալի լինենք աշխարհին։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Կարևորելով ընդհանրապես դասական երաժշտությունը, ազգային երաժշտությունը, մեր կոմիտասին անդրադարձը, մեր մեծ կոմպոզիտորներին, դասական հեղինակներին, որը մեր լեզվամտածողության, ընդհանրապես մեր դաստիարակության հարցում կարևոր մեծ դեր ունի, այդ նկատառումով ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում այսօր հրավիրել եմ զրուցելու մեր հայտնի երգիչ, հանրապետության ժողովրդական արտիստ բաս Բարսեղ Ռոբերտի Թումանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, շնորհակալ եմ։ Շատ հաճելի է։ Ես լավ հիշում եմ 80-ական թվականներին միանգամից 4 հայ երիտասարդ Բարսեղ Թումանյան, Սուրեն Բագրատունի, Մովսես Պողոսյան եւ Լևոն Մուրադյան։ Այ միանգամից 4 հայ երիտասարդ Չայկովսկու միջազգային դափնեկիր դարձան։ Այդ ժամանակից ես հետևում եմ ձեր այսպես ասած ընթացքին ուղուն։ Դե մեր սերնդից եք, սերնդակից ենք, այո։ Նախ շատ հաճելի է ձեզ հետ շփվելը եւ շնորհակալ եմ։ Եվ ուզում եմ ասել այդ հետքը, որ դուք թողել եք, թողնում եք մեր երկարվեստում, մեր ընդհանրապես մեր ինչ որ նշեցի նախաբանում այդ առումով։ Դե ինչ ասեմ, իհարկե շատ-շատերը ինձ ճանաչում են որպես երգիչ, բայց շատերն էլ գիտեն, որ ես միայն երգիչ չեմ եղել, իմ հիմնական իրական, այսինքն կոչումը ճարտարապետությունն էր, ավելի շուտ ոչ միայն ճարտարապետությունը, այլ ճարտարապետության հետ կապված անգամ բոլոր արվեստների տեսակները, որտեղ ճարտարապետությունը միայն շենք չի կառուցում, նա ում համար է կառուցում, ինչի համար է կառուցում, պետական պետություն է կառուցում, քաղաք է կառուցում, օպերային թատրոն է կառուցում, կամ այո, պետական պալատ է կառուցում, ապահովություն, հարմարավետություն եւ ամեն ինչի հոգեբանությունը պետք է հասկանաս, իմանաս։ Այնպես որ ճարտարապետությունն ու ճարտարագիտությունը շատ գայթակղիչ մի այնպիսի ընդհանուր վերև տանող բան ունի, ինչպես է ձգողական ուժ ունի, որ դու չես կարող հասցնել քո կյանքի մեկ կյանքը երևի քիչ է, որովհետև տարաձայնվելով դու ամեն մի մասնաճյուղի մեջ ուզում ես մասնագիտանալ, որպեսզի ավելի լիարժեք լինի քո գիտելիքները, այդ դեպքում դրա համար եմ ասում, մեկ կյանքը անբավարար է լինում։ Բայց ամեն դեպքում հետո ես ամենահետաքրքիր բանը ձեզ ասեմ, որ ես զգացի իսկ ինչի է պետք որ անպայման կատարյալ լինես որևէ մշակույթի կամ որևէ գիտության մեջ, որովհետև օրինակ բանը շատ հիանալի խոսք ունի, ինչու եք ձգտում այդ կատարելությանը, չէ որ դա մահն է, դա Ուիլյամ Սարոյանն էր ասել։ Իսկ հետո որ ես սկսեցի տարբեր նմանատիպ, այսինքն եւ գիտության, եւ արվեստի տարբեր բնագավառներում հետաքրքրվել եւ ոչ թե միայն ինձ գտնելու համար, այլ պարզապես հետաքրքիր է, տեսնես, այո, դրա էական, այսինքն աշխարհընկալումն ու տեխնիկական արարումը ինչու՞մն է կայանում։ Ես հասկացա, որ այդ կիսատը անգամ արվեստի մեջ էլ կա, գեղանկարչության մեջ կա, որ գործը կիսատ են թողնում, որ կարծես թե նա դեռ շարունակում է կյանքը, ավարտված չի, նայեցուր մորտ չի մահանում։ Դու ապրում ես, ամոթ չի չիմանալը, ամոթ է այդ կյանքի ընթացքում այդ լինել ամբողջ ժամանակ ճանաչողության, ինքնաճանաչողության եւ աշխարհընկալման մեջ։ Այնպես որ ինչ վերաբերում էր իմ, այսինքն կյանքի որպես երգիչ լինելը, պետք է ասեմ, հիասթափեցնեմ շատ-շատերը, ես երգիչ չեմ իմ բնավորությամբ եւ այդ պատճառով ես իմ կյանքի ընթացքում շատ ինձ իմ ժամանակս վատնեցի լավ իմաստով, կազմակերպելով եւ օրինակ նավաստարյան խաղերն եմ, իջեւ Դելփյան խաղերի եւ հետո ես հավաքում էի ցուցադրում էինք արտասահմանում եւ գեղանկարչություն եւ մեր արվեստը եւ այլն եւ այլն։
Միջազգային ջուր կառույցի փոխնախագահ եք ընտրվել, չէ՞։ Չէ, դե դրանք կան, եղել են, գիտեք, այլ խնդիր է, շատ կառույցների մեջ կարող եմ եւ փոխնախագահ լինել, եւ անդամ լինել, եւ գիտեք, այսօր աշխարհը այնպեսին է, որ աշխարհը ունի շատ ակադեմիաներ, ակադեմիայի անդամներ, միություններ, կազմակերպություններ, որոնք զբաղվում են միջազգային կապերով, զանգերով կարող է շատ խնդիրներ լուծել, բայց ամեն դեպքում ունենալ մեկ քո սեփական ամուր կառույցը, որը կարող է, որ ասում են այդ հրվանդանը, որը կարող է աշխարհը շուռ տալ, դա միշտ քո երկիրն է, քո Հայաստանն է։ Avec les soldats, les torero, pour s'entendre, pour plaisir qu'ils sont les communs. Le cirque est plein ce jour de fête, le cirque est plein de haut en bas. Les spectateurs perdent la tête, les spectateurs s'interpellent à grave raison. Որտեղ որ կարող ես ունենալ քո ամուր կառույցը, որի շուրջ ծավալել քո երազանքները։ Միջելոց դուք որ ասեցիք այդ բազմապրոֆիլ, հա, այդ տարբեր բաների, ինձ տարավ իմ երիտասարդություն, փաստորեն ես երիտասարդ տարիքում ընթերցեցի Դրայզերի ֆինանսիստը երգը, որը ինչ որտեղ կանխորոշիչ եղավ այս իմ հետաքրքրությունների տարբեր այդ հերոսը Յուջին Վիտլակա, այդ Յուջին Վիտլան, որը ուրեմն էս մի ոլորտում այդ ինքնադրսևորվելուց այդ հետաքրքրությունների շրջանակ բան դրսևորել, գտնել բան, մեկ էլ հանկարծ sense կտրուկ անցում է կատարում մեկ այլ ոլորտի։ Ու իմ կենսագրության մեջ փաստորեն տենց կտրուկ մի շարք փոփոխություններ են եղել, որ ես էս մի ոլորտում ինչ որ դրսևորել եմ, արդեն հասել եմ որոշակի հաջողության, այդ ձեր ասացի նման։ Մեկին ինչ որ մի նոր հետաքրքրություն եմ գտել, անցել եմ բան, որը ինչ որտեղ միգուցե եւ խանգարող բան է եղել, հա, այս մի ոլորտում ագին ոնց է բանը։ Բայց նաեւ այդ կյանքը հետաքրքիր է դարձրել, որ այս մի ոլորտում էլ բան գտնես, այնտեղ էլ գտնես էլի։ Նաև տարբեր բաներ հետաքրքիր։ Բարեբախտաբար, գիտեք, այդ նույն ձևով ես ինձ համար մեծ, այսինքն բացահայտում էր Կոստան Զարյանը, որովհետև դա ընդամենը մի 10 քանի տարի առաջ էր, երբ որ Տիգրան Սարգսյանը վարչապետը ինձ նվեր պարզապես տվեց նոր հրատարակությունը իր հավաքածուի, որտեղ չկար, չգիտեինք մենք։ Հետո երբ որ ես սկսեցի կարդալ եւ մոտենալ նրա գաղափարներին, ես տեսա դա այն է, ինչ ես ման էի գալիս։ Դա այն է, ինչի մասին ես մտածում էի եւ իր մտորումները, իր աշխարհընկալումը հայ ազգի ֆենոմենի մասին, գիտեք, բոլոր ժամանակաշրջանների մշակույթը անալիզ անելով եւ հայի ֆենոմենը դնելով նրանց կողքին, լինելով քրիստոնյա կամ չլինելով քրիստոնյա, լինելով հեթանոսական ժամանակաշրջանի հայ, լինելով այսօրվա ապագայի կամ ազդեցությունների տակ լինելով չլինելով, իր ֆենոմենը լինելով արտասահմանում կամ ինչպիսին է նա այսօր ինքն իրեն ապրում, կարողանում է արդյոք ինքնարտադրվել թե ոչ, շատ հետաքրքիր եւ իմ կարծիքով մենք շատ ճիշտ քաղաքականություն կվարեինք, որպեսզի Կոստան Զարյանին բացահայտեինք մեր համար, որտեվ նա արդեն կա, այն հանճարը արդեն կա եւ իմիջիայլոց ասեմ Կոստան Զարյանի մասին շատ տարբեր եղանակավոր եւ գրողներ եւ մասնագետներ, գրականագետներ արտահայտել են հետեւյալ գաղափարը, որ եթե նա լիներ ներկայացներ Ֆրանսիան, Իսպանիան կամ Իտալիան, նա կլիներ նա գրեր Նոբելյան մրցանակ այդ երկրների որպես ներկայացուցիչ։ Բայց տեսնում եք ինչպես Կոստան Զարյանը, այդպես էլ շատ տաղանդավոր մարդիկ կարող են պարզապես չնկատվել մեր հասարակության մեջ, որովհետև դրա կարիքը մենք չենք ներկայացնում։ Ոչ թե չունենք, չենք ներկայացնում, որովհետև եթե որևէ բան չկարևորես, դրա նկատմամբ ձգտումն էլ չլինի։
Իսկ այն քաղաքականությունը, որ հատկապես այդ բառը չեմ սիրում, որ ասում են ворթեգրել ենք, ավելավ է չի ворթեգրեք, խնդրում, կամ ընդունեք որևէ բան, կամ ստեղծեք, եթե պետք է անկարող լինեք, ворթեգրելով կամ որևէ բան կրկնօրինակելով, մենք շատ բաների չենք հասնի։ Մենք պետք է ինքներս հասկանանք ինչ է նշանակում ինքնավերարտադրությունը։ Իդեպ ես ձեր հաղորդման հետ մի հատ շատ հետաքրքիր զուգահեռ բան եմ ուզում տանեմ, դա ոչ թե պարզապես ճանաչեք մերոնց։ Դրա տակը շատ ավելի խոր բան կա։ Օրինակ ես Նավասարդյան խաղերը երբ որ հիմնեցի եւ լոգոն ման էի գալիս, ես վերցրեցի Ապոլոնի տաճարի խոսքերը, ճանաչիր ինքդ քեզ եւ կճանաչես էությունը Աստծո։ Իսկ այստեղ ինչ է ստացվում, ճանաչիր ինքդ քեզ եւ կճանաչես քո ազգի էությունը։ Այսինքն ճանաչիր մերոնց, ստացվում է որ ճանաչելով ինքդ քեզ ճանաչում ես քո ազգի տեսակը, քո ինքնությունը։ Մենք այո դրա կարիք ունենք, որովհետև կեղծված է շատ բան, կեղծված է էմոցիոնալ հիմքերով, կեղծված է մեր ճակատագրական անցյալով, բայց մենք ունենք եւ անցյալ, փառահեղ անցյալ ունենք, դժվարին անցյալ, բայց ստեղծվել են մասունքներ, որոնք ընթերցվել են մեր ներքին աշխարհընկալմամբ, անգամ հայերը միշտ գաղտնի լեզու են ունեցել, գաղտնագիտության մեծ վարպետներ են եղել, իսկ գաղտնի լեզուն միշտ պահել է, որովհետև մեջները եղել է այդ ցանկությունը չձուլվելու, չխափնվելու, չկրկնվելու, որ ահա այս խաչքարերի կամ այս բաների վրա կան անգամ գաղտնագրերը, ինչպես եթե որևէ հայ գտնի մի գեղեցիկ օր այս քարը, գաղտնագրերը գրված են այսինչ տեղ, դու պետք է հայերեն տառերը ճանաչես, որը իմանաս այդ տառերի փոխարեն ինչեր է նշված, որ դու կարողանաս վերցանես եւ ընթերցես ինչ է քեզ թողնված։ Ուրեմն պատկերացեք նման բան, այսինքն դա մեջը բնազդով է մնացել եւ մինչ այսօր դա կա։ Եվ այն երանելի Հայաստանը դա, գիտեք, այսպես ասենք, եթե աշխարհը տիրելն է մեկի մոտ, մենք արդեն տիրում ենք, մենք արդեն ամբողջ աշխարհում կանք։ Մեզ մնացել է այդ ամբողջ աշխարհը այդ ցանցը եւ որպես քրիստոնեական համակարգ ամենահսկայական ցանցն է եւ որպես ես գաղութ բառն ընդհանրապես չեմ ուզում օգտագործել որովհետեւ այդ գաղթականությունն էլ մեզ կործանում է եւ որպես հայկական տեսակ մենք աշխարհում ամեն տեղ ընդունված ենք եւ հաստատված ենք ուրեմն դուք պատկերացնեք մի ահռելի մենք ուժի տեր կարող ենք լինել եթե այս ամեն ինչը ոչ թե քաղցկեղային բանով համակարգով որտեղ մենք ներսից ենք փչացնում կեղծ մշակույթ ներկայացնելով ամեն ինչը միանգամից սնվում է այդ գաղափարով այդ տեսակով Այսինքն եթե մենք կարողանանք ճիշտ մտածենք, ճիշտ գաղափարախոսություն ունենանք, առանց բացահայտել, առանց ցուցադրելու, դրա մասին խոսելու, ջանք գործադրենք, այո, դա շատ կարևոր բան է։ Գիտեք, մենք կարողանանք եւ իրոք հզորանանք եւ կարողանանք ինքնաբավ լինել։ Ես ուրիշ հաղորդումներում եմ սա հնչեցրել։ Շատ կարևոր է, որ մենք հիմա ձևավորենք, որտեղ այդ հետխորհրդային այդ ամեն ինչը անցավ։ Այո անցանք այս վայրի կապիտալիզմ կոչված էս ինչ որ մի հասարակարգի թե ինչ որ ժամանակաշրջանի, բայց այդ ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, հայեցակարգը չենք ձևավորել։ Մենք չգիտենք, ամեն մեկը այն կարապը խեց գետինը, հա, այդ ուղղվածությամբ էմոցիոնալ ամեն մեկը ինչ որ բանով գնում, այո, դա։ Բայց եթե հստակ ժամանակացույց, հստակ կանոնակարգ, տեսլական, հայեցակարգ, գաղափարախոսություն, այդ ամեն ինչ արվի օգտագործելով սփյուռքի ներուժը, հա, այդ մեր օջախները, այդ մեր օջախները, որտեղ ձեր ասած հսկայական ուժն են գումարած մեր ազգային այս պոտենցիալը, որը ճիշտ սնունդ, ճիշտ հոգեկան արժեքներ ներարկելով այդ գաղափարախոսությունը ճիշտ ուղղությամբ տանելու դեպքում մենք կարող ենք միանգամից նախ ոգեղեն մեծ վերել կապրել մշակույթը նաև օգտագործելով տեսակը գիտեք ես ձեր խոսքը շատ կարճ ուզում եմ մի փոքրիկ բան է այնց հորինը կատակի նման մի բաներ որ ասեմ պատկերացեք 3 տեսակի շուն կա էլի մեկը գերմանական գամբրներն են մյուսը պուձել է ֆրանսիական եւ մեկն էլ փողոցային շուն է դուք ինչպես այդ շներին կվերաբերեք ինչպես կօգտագործեք կօգտվեք այդ շներով
դե գերմանական տավչարկան բնականաբար հսկողը կլինի, չէ, նրան տուն չեք բերի։ Իսկ բուձերը հակառակն նա դեկորատիվ գեղեցիկ շունը կբերեք տուն, հա։ Ես մեկ անգամ եմ պատմել դրա մասին։ Իսկ փողոցային շունը ոչ տուն կարող ես բերել, ոչ որպես հսկիչ կարող ես նրան պատկերացնել։ Նրան պարզապես կկերակրես քո մարդասիրական, այսինքն բնազդով եւ էլի կուղարկես, էլի սոված կգա էլի կտնես։ Հիմա տեսեք մենք ամբողջ աշխարհի հետ տանում ենք մեր քաղաքականությունը եւ ինչ պետք է անեն, ինչպես մեզ կվերաբերվեն։ Եթե որպես այդ գերմանական ավճարկային նման լինենք, ուրեմն կվերցնեն ՆԱՏՕ, եթե բուձերի նման կվերցնեն Եվրամիություն, իսկ եթե փողոցային շունես այսօր Ռուսաստանի հետ ես, վաղը Չինաստանի, մյուս օրը կլինես նահանգների կամ չգիտեմ, ով քեզ կշոյի, ով քեզ մի կտոր հաց կտա։ Հիմա կա չորրորդը, որի մեր ամբողջ այս խոսակցությունը բերում է դրան, բայց չէ որ կան շներ, որոնք շատ գեղեցիկ են, ունիկալ են, ինքնատիպ են, ինչպես հայը ունի իր ինքնատիպ լեզուն, իր ինքնատիպ մշակույթ, են սպիտակ գեղեցիկ շները, որոնք ավելի թանկ են, նրանք ագրեսիվ չեն, նրանք կան ամբողջ աշխարհում, բայց շատ թանկ արժեն։ Հասկանում եք, այսինքն մենք եթե ճիշտ վերաբերենք մեզ, մենք կդառնանք այն եզակի տեսակի շունիկը, որի կսիրի աշխարհը, այսինքն սիրում է այդ բնազդով սիրում է եւ անգամ հայտարարում է եւ անգամ հայտարարում է, որ նման շներին վերացնել չի կարելի, նրանք լավն են։ Որոշակի արժեք են ներկայացնում։ Այո, ես այսինքն դե հիմա կատակով եմ ասում եմ բանով, որ իհարկե փոխաբերական, այո, իհարկե եւ ցեղասպանության դեմ են, այս ազգը պետք է որքան մենք կարողանանք մեզ որպես մշակութային ազգ եւ գիտական պոտենցիալով եւ մեր ստեղծագործական պոտենցիալով ներկայանալ, դա ամենակարևորն է։ Իսկ դա դժվար չի։ Գիտական մասը կարող է զբաղվել գիտականորեն հին մշակույթները հավաքագրելով, ժառանգությունը հավաքագրելով եւ պահպանելով։ Բայց ժամանակակիցը կարող է այսօրվա հենց հայկական իր մտածելակերպով աշխարհընկալմամբ ստեղծագործել եւ ստեղծագործել։ Ինչու՞մն է խնդիրը։ Ինչ մի խնդիր ունենք։ Մեզ պետք չի որ անպայման դա գդա ինչ-որ աֆրիկական ռեփով կամ ռուսական ձևի մեջ լինել կամ որևէ բան։ Հասկանում եմ, տամին չկա, ավելով աֆրիկական Աֆրիկային մենք դա ընդունենք որպես այդպեսին, թուրքականը լսենք որպես թուրքական, բայց չվերցնենք այդ գաղթական այդ մշակութային ձևը եւ ասել, ահա, դու իրա լավ կատարողն ես, բայց դու դա չես։ Ես կարող եմ լավ ռուսական մշակույթի, ռուսական արվեստի կատարողն եմ օպերային արվեստում, բայց դա դառնալ ռուսական մշակույթի գրող է, ոչ թե հայկական։ Այնպես որ այո, որպեսզի մենք ինքներս մեզ ճանաչել, ձեր հաղորդումը ես շատ իհարկե արժեքավորեցի, հասկացա եւ դրա համար սիրով եկա եւ իհարկե լավ կլիներ որպեսզի մեր ձայնը ինչ-որ միտեղ հասներ։ Մենք ասում ենք, խոսում ենք, բայց լավ կլիներ որ որոշ մարդիկ չվախենան հայ լինելուց։ Այստեղ դեռ ոչ մի բան չկա, որովհետեւ խնդիրը նրանում է, որ նա դեռ ինքն իրեն պետք է բացահայտի։ Իսկ որն է։ Դա մեծ բարձրանալու բան չի։ Պարզապես գտնես ինքդ քեզ եւ կարողանաս քո տեսակը առանց ամաչելու ներկայանալ, քո տեսակով առանց ամաչելու ներկայանալ։ Այ եկանք եւ ցես համար առաջին հերթին, հետո ինձ համար ցավոտ կայարանին, որ պետք է լինի մտածողություն, քաղաքականություն, պետական, այո, որ մշակույթը պետք է լինի առաջնահերթ մեր այցեքարտը, դե մենք միշտ բարձեցել ենք, բարձենում ենք, էլի բարձենալու ենք մեր հին մշակույթով, չէ, ասելու ենք մեր մշակույթը, բայց ամեն ինչ պետք է արվի եւ պետական այրերի կողմից, եւ ընդհանրապես ողջ ժողովրդի կողմից, որովհետեւ մենք մշակույթով է, որ ներկայանալու ենք աշխարհին, մշակույթով է, որ մեզ ճանաչելու են, դա նպաստելու է մեր արժե համակարգի ձևավորմանը, մեր այդ ինքնատիպությանը, որովհետև առանց այդ մշակույթի մենք դառնում ենք առոչինչ, հա? Դառնում ենք այն փողոցային շունը։ Այո, ձեր ասած օրինակով էլի։ Այո, համամիտ եմ, ինչի մասին է խոսքը։ Միայն դրա համար գիտեք ինչն է ամենակարևորը պետք պատվիրատուն։ Պետք է պատվիրել այդ հայկական մշակույթը, պետք է պետությունը նա ունենա այդ գաղափարը, նա պետք է ունենա, նա պետք է պատվիրատուն լինի եւ ստեղծի պայմաններ, գնահատի եւ դրա շուրջ կձևավորվի ամեն ինչ երազում եք։
չմեծարելով, ծանոթ կամ ինչ-որ էմոցիոնալ դաշտերը չընկնելով, այս երաժշտության տակ ես պետք է ապարեմ, այս երաժշտության տակ խմած ժամանակ ինչ երաժշտության տակ լինի կարող ես ապարելի սերասո։ Եթե դա քոնը չի, ուզում ես իտալականի տակ ապարի, ուզում ես թուրքականի տակ ապարի, տարբերություն չկա, բայց այստեղ խնդիրը հետևյալն է, որ բոլորին թվում է, թե հայկականը ոչ ոքի չի հետաքրքրում։ Չի հետաքրքրում, որովհետև դու անհետաքրքիր բան ես ներկայացնում։ Ստում ես դու խարդախ չորագործ, գալիս եղրել, հագիս դիրել կարեցար։ Իդվարս բարիքի մայրեդյաց, կիտ չէ բարյանը են կապելար, վեկտենիմ և պատիվնիմ, մաչալա գործին կկոչեմ։ Տեսեք, Կոմիտասի մասին շատ ենք խոսում, շատերին անհասկանալի լինում, թե հասկանալի է լինում։ Ես օրինակ Գերմանիայում ծանոթացել էի մի խումբ շատ հետաքրքիր մարդկանց հետ, որոնք ունևոր մարդիկ էին, եւ ասեցին արի Բարսեղի ջան, հարգելիս միասին մի հետաքրքիր գործ անենք։ Ինչ գործ։ Բա այսինչ քաղաքում, այսինչ շրջանում կա մի փոքրիկ մատուռ։ Մենք ունենք շատ ընկերներ, հարուստ ընկերներ։ Արի այդտեղ մի հատ համերգ երգի այդ փոքրիկ մատուռում եւ գումար կհավաքենք այդ մատուռի վերակառուցման համար եւ այնտեղ երգեհոնն էլ արդեն բան կանենք, կվերականգնենք այդ մատուռի ֆոնդի համար համերգ կերգես, ասես ինչու՞ չէ, սիրով։ Ու պայմանել այսպես անենք, կերգեք Կոմիտաս կամ հայկական շարականներ եւ այլն։ Այդ համերգը անգամ կարծեմ բան են արել, YouTube գցել են, ինչ-որ միտեղ կա, լսել եմ։ Տեսական բանը չկա, տեսագրված չի, բայց ձայնագրված էր։ Պատկերացրեք ինչ հաճույքով լսեցին։ Կոմիտասի մասին մի շատ հետաքրքիր կին ուրեմն դասախոսություն ունեցավ, կարդաց, ընթերցեց, Գյոթեից, Շիլլերից, բանաստեղծություններ ասեց, հետո մեջ բերեց, որ Կոմիտասը նաև ես նոտաներ հետս չէի վերցրել, ես ինքս երգել եմ Կոմիտասի Գյոթեի բառերով ստեղծագործություն գերմանական ունի։ Եվ հայկական գործերը եւ այլն, մի խոսքով անգամ Մանսուրյաններ երգեցի, ու դու գիտեք որքան նրանք սիրեցին։ Այսինքն այն ինչ որ բնական է, իրական արվեստ է, նա դուր է գալիս աշխարհում բոլոր տեղ։ Այստեղ ձև չկար, ոչ թե ձայնի համար էին եկել։ Ես գերմանական ոչ մի գործ չկատարեցի, միայն Կոմիտաս, հայկական շարականներ, Մանսուրյան եւ վերջ։ Այնպես որ եւ գումարն էլ հավաքվեց եւ բոլորս ծանոթացանք եւ քեֆեր արեցինք, հետո տեսեք դա իրական պատմություն էր սա։ Դա կարող լինի եւ խոշոր մասշտաբների։ Եվ այս օրինակներն կարող ասեմ, որ դրա ցանկությունները եղել են։ Պարզապես իրականացնելու համար մենք ենք մանր մտածում։ Մենք պետք է ավելի հանդուգն լինենք եւ ավելի խոշոր մտածենք։ Այսինքն պետք է փոխվի, հա, այդ մոտեցումը, այդ մշակույթի նկատմամբ։ Գիտեք ինչ է, մեր մոտ մոտեցումը հետեւյալն է։ Մենք բերել ենք բան արվեստի ձևի։ Փողբերող, հա։ Չէ, ոչ թե փողբերողն է։ Փողը տալիս են ժամանցային արվեստի ենք եկել, հասկանում եք, տաշի տուշի, քեֆա բանա, գիտեք ինչ քեֆը կարծես թե ինչ-որ հատուկ բան է։ Իսկ եթե ասեմ ուտող խմող տղա, եթե խորանում ես դե ուտելը խմելը դա ինչ մի հատուկ արժանիք է, էլի։ Դա չեմպիոնա ուտել խմել օլիմպիադա տեսել եք դուք, մասնակցել չեմպիոն է դառել, որ ասեն ուտող խմողների մեջ չեմպիոն է։ Դե ծախսողն է, հասկանում եք։ Մի քիչ անհասկանալի բաներ կան, որ իսեր ասու կարող եք ուրախանալ, այնքան բաներով կարող ես առանց ուտելու խմելու էլ ուրախանալ։ Բայց այդտեղ որքանով է դու դրա կարիքը ունես խոսելու։ Խոսքս նրա մասին է, որ ոչ թե խոսելու ճշմարտության մասին, այլ արտադրելու, նկարելու, քանդակելու, ֆիլմ նկարելու, բան։ Ֆիլմը քաղաքական պետք է լինի։ Իդեպ ասեմ ձեզ,
Ինչ են բոլորը այդքան անգլիական Beatles են սիրում, անգլիական երգեր են սիրում, ամերիկյան երգեր են սիրում, ինչ է ռուսական, սովետական ժամանակվա որոշ գործեր կա շատ լավն են, սիրում են, կատարում են։ Գիտեք պատճառը ինչումն է, որովհետև քաղաքականություն չկա այդ երգերի մեջ։ Սովետական ժամանակ կար քաղաքականություն երգերի մեջ։ Իսկ մեր մոտ էլ կար եւ հայկական երգերի մեջ կար քաղաքականություն, եւ ռուսական երգերի մեջ կար քաղաքականություն։ Իսկ երբ որ դա գրված է իրոք, այ իմ ասածը սա է։ Հոգուց բխող։ Դուք չէիք ուզում եք բան որ գյուղացիական այդ համակարգից, այդ երկաթյա ռեժիմից փրկվեցիք, դե հիմա ազատ եք, ստեղծագործեք, դե խոսեք, որովհետև այն ժամանակներում ստորադաս հասարակություն արդեն համարյա չմնաց, բոլորը կրթվեցին եւ մենք ունեցանք հիանալի ոսկյա շերտ եւ ունեցանք հիանալի սերուցք։ Իսկ հետո սերուցքը մի մասը թողեց գնաց Հայաստանից, մի մասը մահացավ եւ այլն։ Ուրեմն խնդիր ունենք։ Մենք չենք կարողանում ապահովել զարգացումը, այսինքն այդ խոսքը ասողը։ Այստեղ պետք է նա պետք է գնահատված լինի։ Թե չէ նա չի զարգանա։ Ես իմ խոսքը գնամ Ղազախստանում կասեմ կամ նահանգներում կասեմ կամ Եվրոպայում ինձ լսող է պետք, այսինքն գնահատականը պետք է այստեղ լինի, որովհետև որքան է որ մենք ասում ենք դեմոկրատ երկիր, այսինքն մարդու իրավունքները պաշտպանված են եւ կրթությունը ապահովված է եւ այլն, բայց դու չես կարող զարգանալ, այսինքն դու չունես պոտենցիալ, քեզ լսող չկա։ Այսինքն այն ավելի բարձր խոսքը քո մոտ մեռած է։ Հիմա այդ ձեր ասած այդ ամեն ինչը ձևավորելու համար առաջին հերթին պետք է ձևավորել էլիտան։ Այո, այսինքն դաստիարակել, ներարկել, ձևավորել, որպեսզի մարդիկ իմանան, չափանիշները բարձրանան, որ սա գնահատողը լինի, սա բարձր արժեքը, սա միջին արժեքը եւ աստիճանաբար կրթելով, մատուցելով, ներարկելով գանք դրան, որ մարդիկ հասնեն նրան, իրեն գնահատեն։ Այսինքն լսողը լինի, միշտ բարձր լսողը լինի։ Գիտեք, օրինակ Շալյապինի հենց Դուշայ Մասկայի մեջ պարզ ինքը երկու բառով ասում է, երբ որ նրան հարցնում են, ասում են դուք ում համար եք երգում, ասում են ամենաբարձր ունկնդրի։ Այսինքն դու պետք է քո ամենաբարձր գնահատողը եւ ունկնդիրը ունենաս քո երկրում, որ չգնաս ուրիշտեղ գնահատելու։ Մեր մոտ ասում են, ահա եթե նա գնահատվեց Լոնդոնում կամ Չինաստանում կամ որևէտեղ, ուրեմն ինքը լավն է։ Բայց դու ուղեղ չունես, դու գիտելիք չունես, դու հարաբերություն չես, դու միայն ինչ ռաբիզի մեջ ես կարողանում հասկանալ։ Հասկանում եք, մեր խնդիրը ուրեմն դրանում է։ Եթե մենք կարողացանք, այսինքն պատվիրել որևէ բան, նշանակում է մենք արդեն ունենք էլիտա, էլիտան է պատվիրում։ Եվ շատ ցանկալի կներ, որ դրա շուրջ մենք մտածենք, որովհետև միայն այդ բարձր գնահատականներով մենք կարողանանք էլիտան ձևավորել, որովհետև ձգտումը դեպի դա, դեպի կատարելություն, դեպի ավելի հղկված հայ լինելը մեր մատրիցայում պետք է լինի, Հայաստանում պետք է լինի, որից եւ արդեն կգնան ճառագայթներ, այսինքն պորտը այստեղից է։ Որ մենք արտադրենք մերը ազգայինը, այո, չանենք պատվիրված ինչ որ ուրիշի։ Չէ, դա կարա, նա միշտ է կա, անկախ մեզանից այդ ամենը գոյություն ունի։ Հասկանալի է, բայց մերը չի։ Այո, եւ դու էլ իրաց ես։ Այո։ Ընդօրինակ է, ինչքան ասում ես, այն է միևնա դա ոչ գերմանացի, ոչ ռուս դարձել, ոչ հնդիկ, ոչ էլ արաբ։ Այո։ Միևնա։ Այդ առումով մեջբերում անեմ, հետաքրքիր բան կա։ Գևորգ Էմինը ունի մի տենց բանաստեղծություն, ասեմ թե բրոշյուր ասեմ, կոչվում է Հավերժի ճամփորդը։ Որտեղ ինքը զրուցում է մեր հայտնի հայրենակիցների հետ մի շարք հայրենակիցների անվանի Անանյա Շիրակացի եւ այլն տարբեր հարցեր է տալիս։ Ո՞վ ես դու ճամփորդ։ Ու ես մեր անվանի հայրենակիցները պատասխանում են, դե իր լեզվով, իր բանաստեղծական լեզվով։ Հասնում է դրանցից մեկը, այդ հայտնի, այսպես ասած, զրուցակիցներից մեկը Վահրամ Փափազյանին ասում է. ո՞վ ես դու ճամփորդ։ Վահրամ Փափազյանն եմ ես։ Աշխարհի որ բեմում ասես չի մոլեգնել իմ օթելլոն։ Քանի օտարազգի դեսդեմոնաներ թպրտացել են իմ բազուկներում, բայց միևնույնն է ես ցկտել եմ իմ ազգայինին, իմ հայկականին, որ գամ եւ հայկական բեմում իրականացնեմ այդ։ Այո, այդպես է։ Այո։ Այդպես է, այնիշ որ մենք քիչ առաջ որ զրուցում էինք, շատ կարճ ես ձեզ հիշում եք ակնարկեցի հետելարը, որ նրանք ովքեր կայացել են, գոնե մասամբ կայացել են,
իրենց ընտրած գործի մեջ, դա կլինի գիտություն, կամ կլինի արվեստ, կամ կլինի սպորտ, նրանք միանգամից առաջի միտքը, որ ծագում է նրանց մեջ, իսկ իմ ազգայինը ես այսինքն հետ եմ մնացել, իմ ժամանակով հետ եմ մնացել, ինչ որ մի բանով թերացել եմ, չեմ կարողացել հասցնել ազգայինիս։ To dream the impossible dream, to fight the unbeatable foe, to bear with unbearable sorrow, to run when the brave dare not go, to right the unrightable wrong, to love pure and chaste from afar, to try when your arms are too weary, to reach. Եվ շատ-շատերը, քանի որ դեռ չեն կայացել, նրանց դեռ թվում է, որ միջազգային կտավներ կատարելով կամ միջազգային բեմեր բարձրանալով, նրանք դեռ կարող են որևէ բան ապացուցել։ Ոչ, այդպես չի, իհարկե դա ամեն ինչը փորձություններ են, որ դու ինչպես ես դու Բեթհովենը ընթերցում, գերմանացուց կարելի է ավելի լավ Բեթհովեն չափ տալ։ Ես ձեզ հավատացնում եմ, Հանդուրյանը հիանալի էր դա զգում, նա բնազդը այդպես է։ Կարելի է ռուսական, մենք ունենք հիանալի Պավել Լիսիցյան, Զարա Դալուխանովը, նա հիանալի է ռուսական գործերը կատարում, հենց ռուսական արվեստը, Քեթի Բերբերյան, եւ շատ-շատերին ես կարող եմ, միայն դա չէ, եւ ջութակահարներն ենք, եւ մի խոսքով արվեստի, նկարչության ասպարեզում ընդհանրապես շատ հետաքրքիր, շատ բազմատաղանդ, արդեն հիմա մի քիչ գոնե ամեն մեկ իր տեսակը պահպանելով է զարգացնում, ամենտեղ մենք դա ունենք, բայց իրականությունը մնում է նա, որ նրանք կարծես թե կիսաանտեր վիճակում են։ Եվ այդ ցանկությունը կա, որպեսզի նրանք կարողանան եւ հայկականին անդրադառնան այդ պատվիրատուն, որ ես ասում եմ, երբ որ լինի, նա ճիշտ կօգտագործի եւ ճիշտ կօգտագործի ներկայացնելու նրանց։ Նրանք մեծ գումարներ են ուզում։ Այո, եւ այստեղ է, մենք չէ որ լավ սնվելու, լավ հագնվելու համար աշխատում ենք ինչ-որ միտեղ եւ այդ գումարը ծախսում ենք սնունդի կամ հոգեվոր կամ ինչևից է։ Այդպես է պետությունը պետք է հասկանա, որ արվեստը եթե գումար է բերում, նա առաջինը բերում է քո պատիվը, քո տեսակը, դրանից հետո նոր սկսում են այն գնահատել, դրանից հետո են սկսում քեզ վճարել դրա համար։ Այսինքն քո հոգեվոր արժեքները, մինչև դու չբերես տեղը, քեզ փող տվող չի լինի, գնահատող չի լինի։ Այսինքն եթե արմատներից կտրվեցիր, դու Իհարկե, չես զարգանա, չես աճի, քո տեսակով չես արտահայտվի, որտեվ դու ես ես հասարակ մի բան ասեմ, կներեք որ ձեր խոսքը կտրում եմ։ Նյու Յորքում եմ եւ մտել եմ, շատ ինձ հետաքրքրում էր բանը արծաթագործությունը եւ ես ինքս էլ պատվիրում եմ դիզայնով արծաթյա բան ունեի, գեղեցիկ բրաստետ ունեի, որը ինքս էի խզբզել ու նայում եմ տարբեր, տեսնում ես բանը վաճառողը նայում է ձեռքիս, ասում է սա դուք չեք վաճառում։ Ասեցի չէ, ասեցի մի հատ է իմն է եւ միտք չունեմ վաճառելու, ոչ մի հատուկ բան չկար։ Պարզապես գիտեք այդ զարդը ինքս էի մտածել ու абստրակտ ինչ-որ մի բան էր։ Ասեցի ձեր դուրը գալիս է, ասում հա շատ it's very unique, այսինքն շատ ունիկալ է, հա։ Ուրեմն, ասեց գիտեք ասում, բայց եթե հանկարծ մտածեք, տեսեք ինչ ուզում եք, որևէ լավ ռաստետ, որ կտեսնեք, որ ձեզ հետաքրքրում է, մենք կարող ենք փոխել։ Գինը կապ չունի։ Ես հասկացա ավելորդ անգամ մի բան, որ այն ինչ որ տարբերվում է աչքը, որ չի տեսե, ականջը, որ չի լսե, այսինքն այդ ունիկալն է, sense որ ես նոր այդ շան մասին եմ ասում կամ մեր տեսակի մասին եմ ասում, մեր տեսակի ինքնաբացահայտման եւ ինքնավերարտադրման մասին եմ ասում, սրանում է կայանում։ Նա միանգամից տեսա, միանգամից արդեն հավարում է, այս այն Կոմիտասն է ասում, Մանսուրյանն է ասում, տեսեք իմ մեր բոլոր մեր խոսակցության օրինակներին ինչի՞ մգանում։ Այսինքն պետք է չհամաչել ունիկալ լինելուց։ Այսինքն կոպին է ամոթ։ Իսկ ունիկալը դա շատ մեծ տաղանդ չի ուզում։ Պարզապես պետք է հանդուգն լինել
Եվ անգամ մտքերից եթե հիմարություն ես դուրս տալիս, ոչինչ, հետո կուղես կդառնաս ավելի ճիշտ քո մտքերից մեջ։ Խոսքա չէ որ ասում են Հռոմից ավելի կաթոլիկ, այսինքն դու ճապոնացուց ավելի լավ ճապոնացի չես կարող լինել, գերմանացուց ավելի լավ կարող։ Այսինքն եթե լինես էլ դու կլինես իր կրողը։ Հայերը եղել են, գիտեք, ոչ թե ավելի լավ ճապոնացին եղել, այլ լավ դրա համար մեր ռաբի զամբոս դրանից է ծաղկում է, որովհետև համոզված եմ ճապոնացիներից ավելի լավ ճապոնացի մենք Ճապոնիայում կգտնենք։ Կա այդ տենդենսը, որպեսզի նա հաստատվի, նա պետք է Ճապոնիայից, ճապոնական առօրյան չգիտեմ, ուտելիք պետք է բանանի հագուստն է կամ նրանց մշակույթն է կամ նրանց գիտության մեջ կարող է մի նորարարություն անել, պատվավոր ճապոնացի, ճապոնական պատվավոր ինչ-որ քաղաքացի ստանա, կա, Նոբելյան մրցանակակիր կան բոլոր տեղերում է։ Ես ինքս Ղազախստանում կատարեցի մի ղազախական դեր, իրենց այդ բաններ այդ Ալեհեր Փիրիսոփայել, որը պետք է դատավոր լիներ եւ այլն, ինձ հետաքրքիր է դերը, բայց լեզուն լրիվ սովորեցի արեցի, չեք պատկերացնում ինչպիսի մի բան, բայց գիտեք մեր մոտ ոչ ոք sense չի երկի, այսինքն առոգանությունը այնքան մաքուր էր, այնքան լրիվ հասկանալի էր բան։ Okay, հասկացան, բայց իսկ հետո ինչ։ Մենք ամեն դեպքում պետք է առնչվենք աշխարհի հետ, դա հարգանք է։ Դա հարգանք է, ինչպես մենք ուրախանում ենք որևէ սևամորթ երգում է Կոմիտաս։ Ճապոնացիները հիանալի Կոմիտաս են երգում, ի դեպ ասեմ ձեզ։ Եվ կան այդ տեսագրությունները բան, բայց մեզ պետք չի որ ճապոնացին երգի Կոմիտաս, մեզ պետք է որ դու հայ երգի։ Դու երգես։ Դա հարգանք է, նա կուզենա նա կերգի, խնդիր չի, բայց նա դրանով այո, ինչ որ մի բանով նրա մեջ մի շուտ գեղեցիկ ինչ որ նուրբ բան կմտնի իր հոգեբան, իր հոգևոր աշխարհում։ Նույնը ինչպես մեր մոտ, ես օրինակ աֆրիկական արվեստը շատ եմ սիրում։ Նրանց ոչ միայն մասկաները, նրանց կան քանդակագործություն, բանը, ֆիգուրաները, բաները այնպեսի ալեգորիկ, այնպեսի հետաքրքիր լուծումներ ունեն, որ արվեստը այնպեսի բան է, որ դու կարող ես, բայց գողությունը մեզ պետք չի։ Մենք սովորել ենք գողությունը մեր մոտ արվեստում արդեն շատ երկար ժամանակ քողարկվել է եւ չի մեծարվել իրական խոսքը։ Պետք է մենք ներկայանանք մերով, մեր արժե համակարգով, մեր մշակույթով, մեր ինքնատիպությամբ։ Դժվար չի։ Ինքնատիպություն է, ունիկալնես ցենց ինքնատիպություն։ Մի քիչ փող է պետք ծախսել։ Փող չբերող բանի վրա պետք է ծախսել էլի։ Մտածելակերպ, բարի կամք, որ իմանաս, գիտակցես, որ սա է ճիշտը, եւ դա կիրառել։ Դա պետությունը արդեն պետք է անի, որովհետեւ պետությունը պետք է հասկանա, որ դա անում է այդ տեսակը պահելով այդ առաքելությունը իր ձեռքն է, որովհետեւ տեսեք ռաբիզը ինքը ունի գումար, ինքը փող բերելու համար հարսանյաց երկերի բանը նվագախմբի արտարքեստրով կեքի համար գումարներ կծախսի, բայց նա չի անի այն ինչ որ պետք է պետությանը։ Մենք հնչեցնում ենք, որ մեր այրերն էլ միգուցե լսեն հետևություններ անեն։ Մեր պետական այրերը միգուցե ասել ենք, ասում ենք, ամբողջ ժամանակ խնդրում ենք, որ չվախենան, բայց նրանք վախենում են։ Գիտեք, նրանք կարող են անել, պետական այրելը հեշտ բան չի, որովհետև որոշում պետք է կայացնես, պետք է հանդուգն լինես, պետք է իմանաս, համոզված լինես, ռազմավար լինես։ Իսկ երբ որ գալիս են մարդիկ, որքան է լավ լինեն որպես մարդ, բայց նրանք մասնագետ չեն, նրանք չգիտեն, նրանք վախենում են, իրենց քայլերի համար քննադատված չլինեն, դեռ չեմ ասում դատված չլինեն։ Դրա համար էլ այսօր շատ հնարավոր է, որ շատ լավ մարդիկ են ընտրում իրենց համար, բայց երբ որ նրանք մասնագիտական այդ ոչ փորձառությունը, ոչ էլ այդ կոչումը ունեն, կներեք, դա կործանում է։
Սուրեն Բագրատունու հետ կապված ինչ որ բան կա, զվարճալի դեպք կա, հա, եթե։ Միայն գիտեք, այո, Սուրեն Բագրատունի հետ նա էր, որ ուրեմն տեսեք, Սփյուռքում լսեցին, որ ինչ որ երիտասարդներ Չայկովսկու անվան մրցույթում դափնեկիրներ են դարձել։ Ես դա չեմ կարող ճիշտ ասել, դա Սփյուռքի գաղափարն էր, թե մեր AUX-ի գաղափարն էր, որ բացի Լևոնը չկար Մուրադյան, ես Սուրեն Բագրատունին եւ Մովսես Պողոսյանն ենք։ Երեքով եւ Զարուհի Խանջյանն էր, խեղճը չկա այսօ։ Ինչևից է։ Մենք գնացինք ուրեմն Ֆրանսիա համերգների։ Այնտեղ ինչ-որ հանդիպումներ պետք է լինեին, թե ինչ ուրեմն եւ Լիոն, եւ Մարսել, եւ Փարիզ։ Մենք սիրուն պատրաստված բոլորս եկանք, մեզ դիմավորեցին, ուրեմն սրանց կողմից ռամկավարներն էին, թե ովքեր էին, չեմ հիշում, գիտեք, մենք երեխա ենք, մենք այդքան չենք խորացել, բայց գիտենք, որ մեզ զգուշացրել էին, որ դաշնակների հետ զգուշ եղեք, նրանք մի քիչ ուրիշ բաներ ունեն, քաղաքական հայացքներ ունեն, եւ այլն։ Ու մեկ էլ որոշ ժամանակ իրար մեծ խոսեցին, մեր բոլոր համերգները, այսինքն եւ Լիոն, եւ Մարսել հանեցին, եւ մենք մնացինք հյուրանոցում, ոչինչ չկա, օրեկան ինչ-որ գումար են տալիս, որ գնանք բուտերբրոդ ուտենք, մի հատ կոլա ենք առնում խմում, ասեն, սա ինչ բան է։ Մի խոսքով, շատ չերկարացնեմ, վերջը այնպես ստացվեց, որ զանգով բան եւ որոշ հայեր եկան մեզ դիմավորեցին, ասեցին, գիտեք, ասեցինք մենք չհասկացանք, թե ինչումն էր խնդիրը, ասես մնացել ենք հյուրանոցում արդեն 1 շաբաթ է, բայց մենք 2 շաբաթ ժամանակ ունենք, այստեղ համերգ պետք է տանք, այն համերգները հանել են, մի խոսքով ամբողջ խնդիրը նրանում էր, որ նրանք տեսել են, որ մենք շատ երիտասարդ ենք, դե 20 տարեկան չկայացած բանման, նրանք այդ դահլիճներից վախեցել են, ինչ պետք է խայտառակ կլինենք, հանել են համերգները շարից հեռու, չնայած վայել ուրիշ մեկը մյուս հետ կապված շատ ընդեղ արդեն անեկդոտներ իսկական եղան, բայց համերգից էլ է միանգամից ասեմ շատ շուտ, ուրեմն համերգը տվեցինք եւ համերգից հետո ճաշկերույթ էր, բան կանգնած ենք իրար հետ Սուրիկի հետ եւ մեկը մոտեցավ, գիտեք, այսինքն լինզաներով ակնոցներ էին, ասեց թուք գարձեմ Թաշնակ գզարգեք։ Եվ որ աչքերս ինձ բացեց, դեն լինզաների մեջ ավելի Սուրենը տեսավ, ասեց ես հուրը սարև, դե մի հատ դաշնակի մատով կպել եմ։ Նա իմացավ դաշնակը որպես դաշնակ, դաշնակ ցական, այսինքն, բայց նա դաշնակ նկատի ուներ դաշնամուր, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ դաշնակահարը Զառան էր, աղջիկ էր, ոչ թե Սուրենն էր, որ համ դաշնակահարն էր խառնվել, համ մի խոսքով։ Զարուհի Խանջյանը Տաթևիկ Սազանդարյանի թորմովին Խանջյանի դուստրը Ամերիկ շատ ափսոս։ Այո։ Այնպես որ դուք գարձեմ Թաշնակ գզարգեք։ Ինքնին վրա վերցրեց, երթում եմ։ Ես հորս արև, թե մի հատ։ Գիտեք, հետո շատ ավելի հետաքրքիր հանդիպներ, շատ պատմություններ կան, դա չի խնդիրը։ Խնդիրը նա է, որ դա պետք է լինի։ Պետք է իրար չհասկանանք, պետք է ուրախանանք, պետք է ճշտենք, բան պետք է լինենք, հետո Սփյուռքի հետ դա այնքան հաճելի, այնքան մի հզոր կապ կա։ Փոխարենը որպեսզի մենք ման գանք, այս սրանք սենց են, սրանք աղբար են, նրանք այս մեկը գեղացի է, այս մեկը Քյավառցյան, մյուսը Ղարաբաղցի, այս մեկը ես չեմ հասկանում, դա էլ ինչ որ չկայացած լինելու բան է։ Ես ոչ սեր բանման չեմ քարոզում, նման բան չեմ սիրում, բայց այստեղ խնդիրը ամբողջ կայանում է նրան, որ ինքդ քեզ չես սիրում, ինքդ քեզ չես հարգում, ինչպես էլ չեմ ասում մնացած ազգերին կվերաբերվես, գոնե քո ազգիդ վերաբերվին այնպես ինչպես ինքդ քեզ ես, այսինքն քո այդ ցանկությունը որն է, ինքդ քո ազգը ստորացնելով դու ուր ես ուզում հասնել։ Հասկանում եք, այս խնդիրը մեր մեջ կա եւ դա լուրջ է, դա չկայացած վիճակից է մեր, որտեվ արժեքները, որ ամենակարևորն են, ճիշտ չեն դրված։ Այստեղից գալիս են մեր բոլոր խնդիրները։ Ես ասեմ ու դրանով ավարտենք, մենք ունենք երկու հետաքրքիր մոտեցում։ Շատ քիչ բանից ոգևորվում ենք, ասում ենք, դե լավն ենք էլի, դե հայ ենք, դե սենց ենք, չէ, խելացի ենք, բանենք, եւ դրա հակառակ մոտեցումը մի թեթև բանից ընկճվում ենք, արա դե ազգ չենք, դե չգիտեմ, ես չենք, դե չգիտեմ ես։ Միջին վիճակն է ճիշտ։ Այսինքն ելի գանք այսօրվա մեր խոսակցության զրույցի աղին,
որ առաջինը պետք է ձևավորել այդ գաղափարախոսությունը, հասկանալ ուր ենք գնում, ինչ արժե համակարգ ենք ձևավորում, հա, որ ինքներս ինքնաբավ լինենք, հասկանանք, որ չէ, մենք ոչ այն ծայրահեղությունն ենք, որ ասենք մենք ենք աշխարհի պորտը, հա, այլ հակառակը փորձենք ուժեղանալ, փորձենք ձևավորվել որպես ազգ, որպես պետություն, մեր ինքնուրույն արժե համակարգով ներկայանալի լինենք աշխարհին, որտեղ հենց այդ մշակույթն է, որ մեր այցեքարտը կարող է լինել ամբողջ աշխարհի համար։ Այո։ Եվ փորձենք այդ ձևավորված այդ արդեն մեր մեջ կուղղած ճիշտ գաղափարախոսությամբ, ճիշտ ուղղվածությամբ գնալ առաջ, ներկայանալի լինել աշխարհին եւ ինքներս էլ արդեն ոչ կպարծենանք, որ մենք սենց ենք, բայց նաեւ ավելի ճիշտ կլինենք, ավելի զգոն կլինենք, ավելի զգաստ կլինենք։ Այո, համամիտ եմ։ Մեկ բան եմ ուզում պարզապես ավելացնել, որ մենք չպետք է մոռանանք, որ մենք շատ որ խոսում ենք, դա շատ չի։ Գիտեք, ամեն օր երեխա է ծնվում, ցանկացած մարդ, ոչ խոսել գիտի, ոչ լեզու գիտի, ոչ երգել, ոչ պարել, ոչ մաթեմատիկա, ոչինչ չգիտի։ Նա ամեն Աստծո օր ինչ որ մի բառ սովորում է։ Եթե նա ծնվի հայը, իդեալական մաքուր թեկուզ թագաժառանգ լինի, ամբողջ գենետիկայով ծնվի Չինաստանում, նա չինարենք սովորի, նրա թվաբանությունը կամ մաթեմատիկան կնի չինական մեխանիզմները եւ այլն։ Այսինքն, ասածս նա է, որ մենք ամեն օրվա աշխատանքը դա ունենք եւ հետևանքների մասին էլ պետք է մտածենք, որովհետեւ ինչ է դրանից հետո արդեն հետևանքները ինչպիսին են, որովհետեւ միայն խոսելով չի։ Ես դրա համար միշտ ընկճված եմ լինում, երբ որ ես պետք է նստեմ խոսեմ, այլ ոչ թե աշխատեմ, այլ ոչ թե արդեն անեմ իմ իրական առաքելությունին գործս։ Հասկանում եք, այնպես որ դա ոչ թե միայն ցանկություններ են, այսինքն դա պարտադիր բան է։ Ամեն օրվա կրթությունը։ Շատ լավ, շատ հաճելի, շատ բովանդակալի զրույց էր, ավարտենք։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, այսօրվա մեր զրույցի աղը հետևյալում էր։ Ձևավորենք մեր ազգային գաղափարախոսությունը, գնահատենք մեր արժեքները, մեր մշակույթը եւ փորձենք դրանք կյանքի կոչելով, կիրառելով ներկայանալի լինել աշխարհին եւ ինքներս մեզ համար վստահ քայլերով գնանք դեպի պայծառ ապագա, դեպի արժանի շարունակություն։ Շնորհակալություն, ցտեսություն, մենք շնորհ հանդիպում եթերում։